Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 28-րդ եւ վերջին դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր շարունակենք անբացահայտ եւ հակադարձ ֆունկցիաների թեորեմների ուսումնասիրությունը։ Անբացահայտ եւ հակադարձ ֆունկցիաներ։ Եկեք նախ արագ վերհիշենք, թե ինչ արեցինք վերջին անգամ։ Ուրեմն ուսումնասիրում էինք ամենապարզ դեպքը, երբ ունենք սկալար ֆունկցիա, այսինքն r-ում արժեքներ ունենող ֆունկցիա, այսինքն ունենք ինչ-որ u տիրույթ rm, վերջին անգամ նշանակենք n գումարած 1-ով, եւ ունենք f ֆունկցիան, որը ում արտապատկերում է r-ը վրա։ Այս f ֆունկցիայի մասին մենք ենթադրում ենք, որ ինքը ողորկ է, թեորեմը կհիշեցնեմ, փոփոխականները նշանակում ենք հետևյալ ձևով, ունենք x1 xm փոփոխականները եւ սրան ավելացնում ենք y փոփոխականը։ Այսինքն այս r գումարած 1-ից կետերի նշանակումն է։ Թեորեմը ասում է հետևյալը. Թեորեմ ուրեմն դիցուկ f-ը պատկանում է c-կա դասին u-ից r, որտեղ կան ցանկացած ամբողջ թիվը 1-ից մեծ կամ հավասար, եւ p-ն, որը հավասար է x10, xm0, y0 եւ պատկանում է u-ին, կետն այնպիսին է, որ ուրեմն երկու պայման ներողություն, իմ կարծիքով նախորդ անգամ ես նշանակել ենք ոչ թե փոքրատառև, այլ մեծատառև։ Ուրեմն նախ ինքը 0 է դառնում b կետում, այսինքն f p-ն հավասար է 0-ի, եւ եթե վերցնում ենք մասնակիացանցալը f-ի ըստ y-ի եւ հաշվում ենք p կետում, ապա սա տարբեր է 0-ից։ Ուրեմն ապա գոյություն ունի ալֆա, որը մեծ է 0-ից, գոյություն ունի բետա, որը մեծ է 0-ից, եւ գոյություն ունի f ֆունկցիա, որը արտապատկերում է i ալֆա j բետայի մեջ, ով է i ալֆան x0 կետի ալֆա շրջակայքն էր, այսինքն n x-երն էին rm-ից, որ հեռավորությունը մինչև x0 չի գերազանցում ալֆան, եւ j բետան էլ նույն բանը ուղի համար, j բետան հավասար է y հանած բետա, y գումարած բետա, այսինքն y0։ Գոյություն ունի ալֆա, գոյություն ունի բետա, գոյություն ունի f ֆունկցիա i ալֆայի j բետա, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին։ Ուրեմն նախ f-ը c-կա դասից է, i ալֆայից r, եւ երկրորդը ցանկացած x y կետի համար i ալֆա j բետայից fxy հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ y-ը հավասար է fx-ի։ Այսինքն այս ոչ գծային հավասարումը p կետի փոքր շրջակայքում ես կարող եմ լուծել y-ի նկատմամբ։ Ես ունեմ մի հավասարում m գումարած 1 փոփոխականի համար, այդ m գումարած 1/3-ը y-ը կարող եմ արտահայտել առաջի m-ի միջոցով։ Ուրեմն ավելին,
Ես ունեմ բանաձևեր մասնակի հացանցալների համար։ Ուրեմն ցանկացած x-ի համար i ալֆայից, եթե ես ուզում եմ հաշվել f-ի g-երորդ մասնակի հացանցալը, ինչ որ x կետում, ապա կարող եմ անել հետևյալը, մինուս df dxg x fx կետում եւ բաժանած df dy նույն կետում x fx կետում։ Ստեղ բնականաբար g-ն փոխվում է 1-ից m։ Այս անբացահայտ ֆունկցիայի թեորեմն էր, որը մենք նախորդ անգամ ապահովեցինք, երբ m-ը հավասար է 1-ի, բայց m-ը մեծ է 1-ից դեպքը ոչ մի տարբերություն չկա, պարզապես պետք է նույն փաստարկները կրկնել բազմաչափ դեպքում։ Ենթադրում է, որ պետք է ինքնուրույն փորձեիք դա անել կամ կարտայիք զորիչի գրքում։ Ուրեմն սրանից անմիջական հետևանք էր հետևյալը։ Ուրեմն հետևանք մակերևույթների մասին։ Ուրեմն եթե ունեմ ես f ֆունկցիա, ինչ որ, ուրեմն դիցուկ f-ը պատկանում է, ասենք c-կա դասին ինչ որ մի հատ u տիրույթում եւ արժեքները ընդունում է r-ում, որտեղ u-ն տիրույթ է r m-ում։ Մի րոպե։ Եվ p-ն, որը պատկանում է u-ին, կետն այնպիսին է, որ f-ը p կետում դառնում է 0 եւ f-ի գրադիենտը p կետում, ասենք երկարություն նշանակենք գրադիենտի, այսինքն f-դեսյան երկարություն, օրինակ, s տարբեր է 0-ից, այսինքն ուրիշ կերպ ասած գրադիենտը 0 չի, մասնակի հացանցալներից գոնե մեկը 0 չի, ապա գոյություն ունի վեր շրջակայք p կետի, այնպես որ եւ գոյություն ունի կամ ամեն ինչը գրենք նույն բանի մեջ, ուրեմն գոյություն ունի վեր շրջակայք p կետի, այնպես որ եթե ես նայում եմ այս վեր շրջակայքում n կետերը, որտեղ fx-ը հավասար է 0-ի, ապա սա կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. x-ը պատկանում է ավելի վեին, նենց որ x կան, գոյություն ունի v, գոյություն ունի k, որը պատկանում է 1-ից m ամբողջ թվերի բազմությանը, այնպես որ x-կան հավասար է f x1 xk-1 xk գումարած 1 xm, որտեղ f-ը ինչ որ ֆունկցիա էր c-կա դասից։ Իհարկե շատ անհաջող ստացվեց, այս կան ու n-կան նույնը չի։ Գոյություն ունի g 1-ից m, xg-ն հավասար է x g հանած 1, x g գումարած 1 մինչև xm, որտեղ f-ը c-կա դասից, այսինքն ուրիշ կերպ ասած, n կետերի բազմությունը, որոնց համար f-ը հավասար է 0-ի, կարելի է ներկայացնել որպես ֆունկցիայի գրաֆիկ, ու այդ իմաստով ինքը մակերևույթ է, այսինքն ողորկ մակերևույթ է m չափանի տարածության մեջ։ Ուրեմն այս անմիջական հետևանքի անբացահայտ ֆունկցիայի թեորեմից, այսինքն հետևանքը մեզ տալիս է բավարար պայման, որպեսզի
fx-ը հավասար է 0 հավասարումը սահմանի ողորկ մակերևույթ։ Պարտադիր չի, որ fx-ը հավասար է 0-ն լինի ողորկ կոր այն իմաստով, ինչ որ մենք պատկերացնում ենք ողորկ կոր ասելով։ Բայց եթե գրադիենտը հավասար չի 0-ի, ապա գոնե այդ կետի փոքր շրջակայքում մենք այս բազմությունը կարող ենք ներկայացնել որպես ֆունկցիայի գրաֆիկ ու հետևաբար կարող ենք դիտարկել որպես ողորկ մակերևույթ RM-ում։ Օրինակ R հավասար է 3 դեպքում կարող ենք պատկերացնել հետևյալը, որ օրինակ եթե ածանցյալը երրորդ փոփոխական նկատմամբ հավասար չի 0-ի, ապա ստանում ենք ինչ որ ներկայացում որպես ֆունկցիայի գրաֆիկ f հավասար է 0։ Բացի դրանից մենք ունեինք ստացանք բանաձևեր շոշափող հարթության եւ նորմալ վեկտորի համար։ Ինչ տեսք ունեին շոշափող հարթություն եւ նորմալ վեկտորը։ Բնականաբար կոնկրետ ուղղության մասին այս ուղղությամբ եթե հակառակ ուղղությամբ չենք կարող ասել, կախված է f-ի գրադիենտի ուղղությունից, բայց պլյուս մինուս 1-ի ճշտությամբ կարող ենք ասել, որ n-ը նորմալ վեկտորը հավասար է գրադիենտ f-ը p կետում բաժանած իր երկարության վրա։ Դե սրանով դրել ենք p։ Ուրեմն այս նորմալ վեկտորներ եւ շոշափող հարթությունը ինչ տեսք ուներ։ Շոշափող հարթությունը տրվում է հետևյալ բանաձևով՝ գումար էլի նույն կետում j-ն հավասար է 1-ից m վերցնում էինք f-ի ածանցյալը j-երորդ մասնակի ածանցյալը p կետում եւ բազմապատկում xj հանած xj0 տարբերությամբ։ xj0-ն p կետի կոորդինատներն են։ x10 xm0 ու սա հավասար է 0-ի, սա շոշափող հարթությունն էր։ Միակ հարց կարելի է տալ։ Իհարկե։ Նորմալի ուղղությունը այս բանաձևով միանգամից չի որոշվում, վերև թե ներքևը։ Չէ, որովհետեւ մենք չգիտենք գրադիենտը ինչ ուղղություն ունի։ Ասենք գրադիենտը որպես վեկտոր չէինք հասկանում։ Գրադիենտը բնականաբար որպես վեկտոր է, բայց գրադիենտը ասենք ոնց իմանանք այս կողմ է գնում, թե այն կողմ է գնում։ Ուզում ասել նորմալ մենք ինչ նկատի ունենք նորմալ ասելով։ Նորմալ նկատի ունենք, որ շոշափող հարթություն կա, իրան ուղղայաց վեկտորը, ճիշտ է, այսինքն n վեկտորը, որը որոշում է մեր շոշափող հարթությունը։ Շոշափող հարթությունները այդ լավագույն մոտարկումներ ափին ֆունկցիայով մեր ֆունկցիայի համար, մակերևույթի համար։ Այսինքն ինչ որ միտեղից պետք է սահմանումը սկսել, ենթադրենք սահմանումը սկսում ենք շոշափող հարթությունից։ Ուրեմն ունենք կետ, մակերևույթի վրա վերցրեցինք կետ, կետում նայեցինք շոշափող հարթությունը, ու նայեցինք այդ շոշափող հարթությանը նորմալ վեկտորը։ Ինչ է նշանակում նորմալ վեկտոր, դրան ուղղայաց ու եւ միավոր երկարությամբ, բայց երկու հատ տեսակ վեկտոր կա, մեկը մի ուղղությամբ, մեկը մյուս։ Այսինքն նորմալ վեկտոր ասելով դեռ պետք է ասենք ինչ ուղղություն նկատի ունենք։ Կարող ենք ասել, որ նորմալ վեկտոր նկատի ունենք հենց գրադիենտի ուղղությունը ըստ սահմանման։ Ճիշտ է, մի քիչ կարող է երկիմաստ է թե ինչ նկատի ունենք նորմալ վեկտոր ասելով։ Նորմալ վեկտորը սահմանում ենք մակերևույթի համար կամ հարթության համար։ Եթե տված է հարթություն, այսինքն մենք ընդհանրապես այս f ֆունկցիայի մասին չենք խոսում, ուղղակի բարձրապես ունենք հարթություն եռաչափ տարածության մեջ։ Ինչ է նշանակում նորմալ վեկտոր, նշանակում է դրան ուղղայաց վեկտոր, բայց երկու հատ կա։ Այսինքն այդ իմաստով նորմալ վեկտորի հասկացողությունը միակ չի, բայց կարող ենք ասել, որ վերցնում ենք այս ֆունկցիան, գրում ենք այս վեկտորը, սրան անում ենք ասում ենք նորմալ վեկտոր։ Չգիտեմ արդյոք մի քիչ ավելի պարզ դարձավ։ Այո։ Շատ լավ, այս է մեր կոպիտ ասած նախորդ դասի համառոտ նկարագրությունը։ Ուրեմն որն է այսօրվա դասի նպատակը, մենք ուզում ենք այս նույն բանը անենք բազմաչափ դեպքում, այսինքն ունենք ոչ թե մի հավասարում, որը ցանկանում ենք լուծել փոփոխականներից մեկի նկատմամբ, այլ ունենք n հատ հավասարում եւ ուզում ենք լուծել այդ n փոփոխականի նկատմամբ։
Այսինքն եկեք նախ եւ առաջ հասկանանք ինչի մասն է խոսքը։ Ուրեմն ունենք ինչ որ ու տիրույթ, այս անգամ ես գրեմ ուն ընկած է r m գումարած n տարածության մեջ։ Որում կոորդինատները ստեղ ես կնշանակեմ x-ով եւ y-ով։ x y։ Քանի հատ x կոորդինատ կա, ըստ սահմանման ես ասում որ կա m հատ x կոորդինատ եւ n հատ y կոորդինատ y1 yn։ Ուրեմն ստեղ կա ֆունկցիա, որը մեր ու տիրույթը արտապատկերում է r n-ի մեջ։ Նախորդ անգամ, նախորդ օրինակում n-ը հավասար էր 1-ի, այսինքն մենք ունենք սկալար ֆունկցիա, հիմա ունենք վեկտորական արժեքներով ֆունկցիա։ Այսինքն ունենք f, որը պատկանում է էլի նույն c կադասին ու տիրույթից եւ արժեքները ընդունում է r n-ում։ Այսինքն ուրիշ կերպ ասած, ես ունեմ n հատ ֆունկցիա f1 fn։ Եվ այս ֆունկցիաներից յուրաքանչյուրը f-ին ինքը կախված է x-ից եւ y-ից, այսինքն x1 xm, y1 yn։ Որն է նպատակը։ Նպատակը հետևյալ հավասարումը լուծելն է։ f x y-ը հավասար է 0-ի, կամ եթե մենք մանրամասն գրենք, սա կլինի հավասարումների համակարգ, n հավասարման համակարգ, n գումարած m փոփոխականի համար։ f1 x1 xm y1 yn-ը հավասար է 0-ի եւ այլն, եւ վերջի հավասարումը fn, մենք ունենք n հատ ֆունկցիա եւ n հատ y փոփոխական x1 xm y1 yn հավասար է 0-ի։ Ուզում ենք հասկանալ, թե ինչ բավարար պայմաններ կարող ենք տալ, որպեսզի այս հավասարումը գոնե լոկալ իմաստով ունենա լուծում։ Ուրեմն նախ ձևակերպենք թեորեմը։ Թեորեմ։ Այսինքն այս մեր նույն թեորեմի ընդհանրացումն է բազմաչափ դեպքի համար։ Ուրեմն դիցուք f-ը պատկանում է c կադասին, այսինքն արդեն իսկ նշել էինք ու-ից rm, rn եւ p-ն, որը պատկանում է ու-ին, այսինքն ստեղ վերցրեցի ինչ-որ մի p կետ, p կետն այնպիսին է, որ ուրեմն ինչ պայմաններ պետք է լինի։ Առաջ պայմանը նույնն է, f-ը p կետում պետք է հավասար լինի 0-ի։ 0 բնականաբար ես նկատի ունեմ rn տարածության 0-ն։ Նախորդ դեպքում մենք պահանջել էինք, որ f-ի ածանցյալը y փոփոխականի նկատմամբ, y փոփոխականի, որը սկալար փոփոխական էր, լինի 0-ից տարբեր։ Եթե հիշում եք, ինչից մենք սկսեցինք անբացահայտ ֆունկցիաների քննարկումը, այդ գծային դեպքն էր։ Գծային դեպքը ասում էր, որ y-ի վրա գործող գծային օպերատը պետք է լինի դարձելի։ Այս f ֆունկցիան մենք ասենք, եթե գծային է, ապա f-ը ունի ax գումարած by տեսքը, fxy հավասար է ax գումարած by ու հնարավոր է գումարած ինչ-որ մի հատ c վեկտոր։ Ասացինք, որ որպեսզի կարողանանք լուծենք այս հավասարումը y-ի նկատմամբ, պետք է այս b-ն լինի դարձելի, այսինքն b-ի դետերմինանտը պետք է լինի 0-ից տարբեր։ Հիմա ստեղ էլի նույն պայմանն ունենք, բայց տարբերությունը այն է, որ b-ի փոխարեն պետք է վերցնենք f-ի դիֆերենցիալը y-ի նկատմամբ։ Այսինքն f-ն հավասար է 0-ի եւ եկեք պայմանանկարորեն գրենք ձևով դետերմինանտ df dy-ը p կետում տարբեր է 0-ից։ Այս պայմանների մասին հիմա ավելի մանրամասն կխոսենք։ Ուրեմն ապա շատ նման է ձևակերպումը, գոյություն ունի ալֆա,
եկեք մի անգամից գրեմ մի քիչ ուրիշ տեսքով, որովհետև ապացուցելուց մեզ այս տեսքը պետք կլինի, ալֆա 1, ալֆա m, որտեղ յուրաքանչյուր ալֆան մեծ է 0-ից, գոյություն ունի բետա, բետա 1, բետա n, էլի նույն պայմանով բետա in մեծ է 0-ից, և գոյություն ունի f ֆունկցիա, որը գործում է i ալֆայից j բետա, ովքեր էին i ալֆան և j բետան, i ալֆան այդ n կետերի բազմությունն է rm-ից, որոնց համար ճիշտ է հետևյալը, xj հանած xj0 փոքր է ալֆա j-ից, j-ն հավասար է 1-ից m, over j բետան, նույն բանը y-ի համար, ny կետերի բազմությունը rn-ից, որոնց համար y-ի հանած y-ի 0-ն փոքր է բետա i-ից, i-ն հավասար է 1-ից n, ովքեր էին այս x-ի 0, y-ի 0-ն, այդ p կետի կոորդինատներն էին x10, xm0, y10, yn0։ Ուրեմն, գոյություն ունի ալֆա և բետա, որոնք սահմանում են մեր շրջակայքերը, և գոյություն ունի f ֆունկցիա, որը գնում է i ալֆայից j բետա, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին։ Ուրեմն, նախ այս f ֆունկցիան ունի նույն ողորկությունը, ինչ մեր սկզբնական ֆունկցիան, այսինքն ինքը ցk դասից է, սա էր ցk դասից, մենք նույն ցk դասը ունենք, i ալֆայից rn, և բացի դրանից ցանկացած x-y-ի համար, որը պատկանում է ուղիղ արտադրյալին, i ալֆա j բետա, ճիշտ է հետևյալը, fxy հավասար է 0-ի, այն և միայն այն դեպքում, երբ y-ը հավասար է fx-ի։ Այսինքն, ոչ գծային հավասարումների համակարգը, n ոչ գծային հավասարումների համակարգը, m գումարած m փոփոխականի համար, կարող ենք լուծել y-ների նկատմամբ, y-ները m փոփոխականներն էին, որոնց նկատմամբ դետերմինանտը հավասար չէր 0-ի, գոնե այս p կետի փոքր շրջակայքում, ուրեմն այս անբացահայտ ֆունկցիայի գոյության մասին է, և ունենք բանաձևեր մասնակի հացանցյալների համար, ուրեմն ավելին, ճիշտ է հետևյալը, եթե ես ուզում եմ հաշվել այս ֆունկցիայի, ուրեմն այս ինչ է, այս n հատ ֆունկցիա է m փոփոխականից։ Ուրեմն պայմանականորեն գրենք df, այսինքն պայմանականորեն չէ, այս բանը մենք օգտագործել ենք, df dx-ը, որը սահմանման ինչ է, մատրից է dfi dxg, in փոխվում է 1-ից m, g-ն փոխվում է 1-ից m, այսինքն Յակոբի մատրիցն է, այսինքն f-ի դիֆերենցիալն է։ Ուրեմն f-ի դիֆերենցիալը որոշող մատրիցը կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով, մինուս, ես վերցնում եմ f-ի դիֆերենցիալը y-ի նկատմամբ, այսինքն ես հենց n էր, որը 0 չէր, և հաշվում եմ x fx կետում։ Ու վերցնում եմ մինուս 1 աստիճան։ Ու բազմապատկում եմ սա df dx էլի նույն x fx կետում։ Այդ մինուս 1 աստիճանը սովորական բաժանելն է, չէ՞։ Չէ, այդ մինուս 1 աստիճանը մատրիցի հակադարձն է։ Հիմա մի վայրկյան, ես հիմա ավելի մանրամասն խոսենք այս մասին։ Ուրեմն, այս մեր թեորեմն էր։ Մենք եկեք հասկանանք նորից։ Մենք ունենք f վեկտորական արժեքներով ֆունկցիա, որը կախված է քանի փոփոխականից, n գումարած n փոփոխականից։
ունենք m հատ x և n հատ y և ունենք n հատ ֆունկցիա։ Մենք ուզում ենք լուծել այս ոչ գծային հավասարումների համակարգը այս փոփոխականների նկատմամբ։ Որոնք են պայմանները։ Առաջի պայմաններն է, որ գոնե մի կետ գտել ենք, որտեղ ինքը 0 դառնում է։ Օրինակ, եթե վերցնենք x քառակուսի գումարած y քառակուսի գումարած 1, ապա ինչ պայման էլ դնենք, չենք կարողանա լուծել, որտեղ այդ արտահայտությունը միշտ դրական է։ Ենթադրում ենք, որ մի կետ գտել ենք, որտեղ s ֆունկցիան դառնում է 0։ Ու ենթադրում ենք, որ այդ նույն կետում, եթե ես նայեմ դիֆերենցիալը f-ի n փոփոխականների նկատմամբ, որոնց նկատմամբ ես ուզում եմ լուծել իմ համակարգը, այսինքն սրանց, ինչ է նշանակում դիֆերենցիալ s փոփոխականների նկատմամբ, նշանակում է s բաները ֆիքսում եմ, դնում եմ x0 ու նայում եմ, թե ինչ կստացվի, եթե ածանցեմ ես սրանց նկատմամբ։ Այսինքն հաշվում եմ f1, fn վեկտորական ֆունկցիաների Յակոբյանը, Յակոբիի մատրիցը y1, yn փոփոխականների նկատմամբ։ Ստանում եմ n անգամ n չափի մատրից, պայմանը n է, որ այդ չափի դետերմինանտը պետք է լինի 0-ից տարբեր։ Եթե դետերմինանտը 0-ից տարբեր է, ապա համապատասխան գծային արտապատկերումը դարձելի է։ Այդ նույն պայմանն է, ինչ որ մենք ունեցանք ստեղ, որովհետեւ ես կարողանամ y-ի նկատմամբ fxy հավասար է 0 հավասարումը լուծեմ, պետք է այս սրա դետերմինանտը լինի 0-ից տարբեր։ Այդ դեպքում գոհազապատկեմ b-ի հակադարձով կգտնեմ y-ը։ Շատ լավ, ուրեմն այս պայմաններն էին։ Որն է եզրակացությունը։ Եզրակացությունը այն է, որ գոյություն ունի x0 կետի փոքր շրջակայք, ուրեմն p կետը, որը ունի x1, xm 0, y1 0, yn 0 կոորդինատներ, ես կգրեմ x0, y0 տեսքով։ Ուրեմն գոյություն ունի այս p կետի x0 կետի ինչ որ շրջակայք, օրինակ եթե երկու փոփոխական է, ապա գոյություն ունի ուղղանկյուն եւ գոյություն ունի y կետի y0 կետի ինչ որ շրջակայք եւ գոյություն ունի f ֆունկցիա, որը գնում է x-երի շրջակայքից y-ների շրջակայք, որոնք ունեն հետեւյալ հատկությունները։ Նախ, այս մեր ֆունկցիան c-կա դասից է, այսինքն նույնքան ողորկ է, ինչքան մեր սկզբնական ֆունկցիան։ Եվ երկրորդը, եթե ես նայում եմ այս հավասարումը, որը ես ուզում եի լուծել, բայց պահանջում եմ, որ այս մեր x, y կետերը լինեն այս շրջակայքում i ալֆա անգամ j բետա։ Այդ դեպքում այդ շրջակայքում այս հավասարումը ես միարժեք ձևով կարող եմ լուծել։ Սա տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ y-ը հավասար է fx-ի։ Շատ լավ, այսինքն գոնե լոկալ մենք կարողանում ենք այս ոչ գծային համակարգը լուծել, ու բացի դրանից ես կարող եմ հաշվել ածանցալները։ Ուրեմն ստեղ ինչ է գրած։ Ստեղ գրած է df dx, որը f-ի Յակոբիի մատրիցներ x փոփոխականների նկատմամբ։ Ուրեմն ինչ չափի մատրից է s։ Ուրեմն հիշենք, որ df dx-ը, եթե գրված է df dx, ասենք ինչ որ x կետում, այդ նշանակում է ես վերցնում եմ df1 dx1 ու ածանցում եմ այդ բոլոր փոփոխականների df1 dxm եւ այլն, վերցնում եմ վերջի ֆունկցիան, որն է վերջի ֆունկցիան dfn dx1 dfn dxm։ Այսինքն որն է այս մատրիցի չափը, ես ունեմ m հատ սյունյակ եւ n հատ տող, այսինքն այս մատրիցի չափը n անգամ m է։ Եկեք ստեղ գրենք, որ սա պատկանում է, այս ինչ որ գրած է այս մասում, պատկանում է n անգամ m չափի մատրիցների տարածությանը։ Հիմա նայում ենք սրա։ Մենք ունենք n հատ ֆունկցիա, որ ածանցել ենք n փոփոխականի նկատմամբ, Յակոբիի մատրիցն ենք հաշվել եւ վերցնում ենք դրա հակադարձը։ Այսինքն սա պատկանում է n անգամ n չափի մատրիցների տարածությանը եւ վերջինը ունեինք n հատ ֆունկցիա եւ ածանցում ենք m հատ փոփոխականի նկատմամբ։ Այսինքն այս դեպքում մենք ունենք քանի տող ունենք, էլի ունենք n տող, բայց ունենք m հատ սյունյակ, այսինքն ստացվեց m n r չափի մատրից, n անգամ n չափի մատրից։
Այդ այստեղ այս երկուսը բազմապատկում ենք իրար, այսինքն վերցնում ենք մի մատրից տեղից բազմապատկում ենք իրար, որն է ստացվում ստացված մատրիցը ինչ չափ է ունենում, պետք է վերցնենք տողերի թիվը ստեղ եւ սյունյակների թիվը ստեղ, այսինքն n անգամ m։ Դա էլ n էր, ինչ որ գրված էր ձախ մասում։ Այսինքն s հավասարությունը, որը մատրիցների համար հավասարություն է, գոնե իմաստալից է չափողականությունների տեսակետից։ Ուրեմն այս է մեր թեորեմը։ Այս է նույն թեորեմն է, բայց բազմաչափ դեպքում։ Արդյոք թեորեմի ձևակերպման մասին ինչ որ հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք նախ մի օրինակ նայենք։ Օրինակ։ Եկեք նայենք հետևյալ ֆունկցիա, հետևյալ համակարգը, ուրեմն 3 փոփոխականից կախված համակարգ է, 3 փոփոխականի համար 2 հավասարում է։ 1/2 սինուս x գումարած y գումարած t հանած 1 հավասար է x-ի եւ 1/2 կոսինուս x հանած y հանած t գումարած 1/2 այսօր հավասար է y-ի։ Ուրեմն ունենք հետևյալ փոփոխականները x, y եւ t։ Ինչ ենք ուզում անել, ստորակետն ուզում վերացնել, ոչ չի ուզում։ Ինչ ենք ուզում անել, այսինքն ինչ ենք փորձում հասկանալ։ Մենք տեսանք, որ մի հավասարումը սահմանում է մակերևույթ ամբողջ տարածության մեջ։ Մեր տարածությունը եռաչափ է։ Ուրեմն եթե վերցնենք առաջին հավասարումը, մենք ստանանք ինչ-որ մակերևույթ։ Վերցնում ենք երկրորդ հավասարումը, էլի ստանում ենք ինչ-որ մակերևույթ։ Հարցը հետևյալն է, երբ են այս երկուսը բավարարված, այսինքն նայում ենք այն կետերը, որոնք ընկած են այս երկու մակերևույթների հատման վրա, ստանում ենք ինչ-որ բան։ Հարցը այն է, թե արդյոք սա, ինչ որ ստացվել է, ողորկ կոր է։ Արդյոք x-ը եւ y-ը ես կարող եմ ինչ որ ձևով արտահայտել t-ի միջոցով, որպես ֆունկցիա t-ից։ Դե բնականաբար ողորկությունը այդ լոկալ հատկություն է, այսինքն պետք է ընդամենը հասկանալ, թե արդյոք լոկալ ես կարող եմ այս համակարգը լուծել x-ի եւ y-ի նկատմամբ եւ ստանալ ֆունկցիաներ t-ից։ Ուրեմն հարց արդյոք կարելի է x, y փոփոխականները ողորկ ֆունկցիաներ են t-ից։ Դրա համար պետք է կարող ենք կիրառել, ոչ թե պետք է, այլ կարող ենք կիրառել ամբացայտ ֆունկցիայի թեորեմը։ Այս նախորդը որ ձևակերպեցինք։ Ուրեմն ինչ ենք անում, վերցնում ենք f t x y ֆունկցիան 3 փոփոխականից վեկտորական ֆունկցիա է, ինչ ենք գրում, գրում ենք այս երկու աջ եւ ձախ մասերի միջև տարբերությունը։ Ինչ է ստացվում 1/2 սինուս x գումարած y գումարած t հանած 1 հանած x, առաջի կոորդինատն է, մյուսը 1/2
կոսինուս x հանած y, հանած t գումարած հանած t գումարած 1/2 եւ հանած y։ Վերցնում ենք ցանկացած կետ, ցանկացած p կետ, ասենք t0, x0, y0 կոորդինատներով, որտեղ այս ֆունկցիան դառնում է 0, f-ն հավասար է 0։ Ես չեմ կարող այս հավասարումը լուծել, ես չգիտեմ ոնց լուծեմ, ոնց x եւ y արտահայտեմ t-ի միջոցով։ Բայց ես կարող եմ հետազոտել ստացված լուծումները, եթե դրանք գոյություն ունեն, ստացված լուծումների ողորկությունը։ Ուրեմն վերցրեցինք ցանկացած կետ, որտեղ f ֆունկցիան դառնում է 0, ուրեմն ուզում ենք լուծել x եւ y փոխանցումների նկատմամբ, հետեւաբար պետք է հաշվենք f-ի դիֆերենցիալը x-ի եւ y-ի նկատմամբ df xy dxy։ Այդ ձևով նշանակում եմ Յակոբի մատրիցը, այսինքն այս ինչ է, այս df1 dx, df1 dy, df2 dx, df2 dy։ Հավասար է, ուրեմն ինչ է ստացվում, առաջինը որ ածանցում եմ, ստացվում է 1/2 կոսինուս x գումարած y հանած 1, այս ֆունկցիաները ածանցեցի ըստ x-ի, հիմա այս ֆունկցիան պետք է ածանցեմ ըստ y-ի, ստացվում է 1/2 կոսինուս x գումարած y։ Երկրորդն ենք նայում, սա ենք ածանցում ըստ x-ի, առաջանում է մինուս 1/2 սինուս x հանած y, եւ ըստ y-ի ենք ածանցում, ստացվում է կոսինուսը մինուս է, բայց y-ի դիմաց էլ մինուս կա, դառնում է պլյուս, ստացվում է 1/2 սինուս x հանած y եւ հանած 1։ Ուրեմն սա է մեր Յակոբի մատրիցը, այսինքն f-ի դիֆերենցիալը x-y-ի նկատմամբ։ Շատ լավ, հաշվենք դետերմինանտը df dxy, ընդորում հաշվում եմ p կետում, այնպիսի p կետում, որտեղ ես դառնում է 0, ուրեմն ինչ է ստացվում, ուրեմն եկեք երկու անգամ փոխեմ նշանը, այս երկուսը պետք է բազմապատկեմ իրարով, բայց քանի որ մեկը միշտ սրանից մեծ է, ավելի հեշտ է պատկերացնել մեկը պլյուսով n մյուսով, ստացվում է 1 մինուս 1/2 կոսինուս x գումարած y, անգամ 1 մինուս 1/2 սինուս x հանած y, եւ գումարած 1/4 կոսինուս x գումարած y սինուս x հանած y։ Ես ուզում եմ հասկանամ, թե արդյոք այս արտահայտությունը կարող է դառնալ 0, երբ f-ը 0 է։ Էլի բացահայտ ոչ մի բան չունենք, բայց ունենք, որ ստեղ յուրաքանչյուր անդամ մեծ կամ հավասար է 1/2-ից։ Մյուս կողմից սա բացարձակ արժեքով փոքր կամ հավասար է 1/4-ից։ Այսինքն, որպեսզի այս դետերմինանտը դառնա 0, ես ինչ պետք է ունենամ, պետք է այս երկու արտահայտությունները, պետք է սա հավասար լինի 1-ի եւ սա հավասար լինի 1-ի։ Ճիշտ է, այսինքն ստացվում է կոսինուս x գումարած y-ը հավասար է 1-ի, որտեղ եթե 1-ից փոքր եղավ, չէ, եթե 1-ից փոքր եղավ, ապա այս արտահայտությունը 1/2-ից խիստ մեծ կլինի ու 0 չի դառնա։ Բացի դրանից պետք է սինուսը հավասար լինի 1-ի, սինուս x հանած y-ը հավասար է 1-ի, եւ բացի դրանից սա պետք է հավասար լինի
ուրեմն եթե երկուսը 1 են ստացվում 1 քառորդ, սա պետք է հավասար լինի -1-ի։ Ուրեմն կոսինուս x գումարած y անգամ սինուս x հանած y-ը պետք է հավասար լինի -1-ի։ Դե բնականաբար նման բան չի կարող լինել, քանի որ եթե այս երկուսը 1 են, ապա իրանց արտահայտությունը կլինի 1։ Այսինքն սա Բայց լուծում։ Այո։ որ սենց անենք չի ստացվում, ոնց որ 1 երկրորդ 1 երկրորդ -1 չորրորդ, դա եղավ 3 չորրորդ։ Ինչի 1 երկրորդ 1 երկրորդը լինում 1 քառորդ անգամ հանած 1 քառորդ։ Ահա իրար, կներեք իրար բազմապատկած են։ Այո, բազմապատկած են։ Այսինքն դետերմինանտը դառնում է 0, եթե 3 հավասարություն տեղի ունեն, այն եւ միայն այն դեպքում, իսկ սա տեղի լուծում չունի։ Այսինքն եզրակացությունը հետեւյալն է, որ անկախ նրանից, թե ինչ կետում ենք նայում, եթե հավասարումը լուծել ենք ինչ-որ t0 x0 y0 կետում, ապա դրա փոքր շրջակայքում մենք ունենք ողորկ կոր։ Բացահայտ չենք կարող նկարագրել, բայց գիտենք, որ նման կոր գոյություն ունի։ Հիմա ոնց այս տեսակ t0 x0 y0 կետ գտնենք, շատ բարձր է, վերցնում ենք t-ն, չէ, առանձնապես շատ բարձր չի, բայց լավ, եկեք իրականում շատ բարձր չի, որտեղ վերցնում ենք t-ն ֆիքսում ենք, ուստեղ ստանում ենք արտապատկերում, որի համար կարող ենք ապացուցել, որ միշտ լուծում կա։ Բարձր չի, որովհետև կոպիտացած ունենք ինչ-որ մի հատ x եւ y նույնական ֆունկցիա հանած փոքր ֆունկցիա։ Այդ տեսակ մի վարժություն դուք ունեիք ցանկում, չգիտեմ արել եք թե չէ, անբացահայտ ֆունկցիաների վերաբերյալ, որ եթե ունենք միավոր արտապատկերում գումարած փոքր արտապատկերում, ապա ինքը միշտ լուծում ունի։ Որոշ դեպքերում այդպես առանձնապես կարևոր չի, կարևորը այն է, որ առանց իմանալու թե որոնք են մեր կետերը, մենք կարող ենք եզրակացնել, որ մեր ֆունկցիան ողորկ է, այսինքն կարող ենք գտնել ողորկ լուծում մեր հավասարման համար։ Շատ լավ, թե ոնց կարող ենք կիրառել անբացահայտ ֆունկցիայի թեորեմը, էլի օրինակ կնայենք։ Եկեք հիմա մի հետևանք քննարկենք անբացահայտ ֆունկցիայի թեորեմից, հետևանք։ Այդ հակադարձ ֆունկցիայի թեորեմն է։ Ինչի ասում հակադարձ ֆունկցիայի թեորեմը։ Մենք ուսումնասիրել էինք հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալի մասին մի արդյունք, որը ասում էր, որ եթե ուղիղ ֆունկցիայի դիֆերենցիալը դարձելի է եւ գիտենք, որ հակադարձ ֆունկցիան դիֆերենցիալի է, ապա ինքը տարբերակ չունի, հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալը ուղիղ ֆունկցիայի դիֆերենցիալի հակադարձն է։ Բայց այդ հարցը թե երբ դա տեղի ունի, այսինքն երբ հակադարձ ֆունկցիան կլինի դիֆերենցիալի, այդ բաց էր մնացել։ Ուրեմն հակադարձ ֆունկցիայի թեորեմը տալիս է այդ հարցի պատասխանը գոնե տրված կետի փոքր շրջակայքում։ Ուրեմն ոնց է ձևակերպում արդյունքը, դիցուք ժեն J տիրույթում տրված է f, որը գնում է J-ից Rm ֆունկցիան։ Որ բավարարում է հետևյալ պայմաններին։
պայմաններին։ Ուրեմն առաջի պայմանը ես ենթադրում եմ, որ f-ը c-կա դասից է։ F-ը պատկանում է c-կային, որտեղ կան մեծ կամ հավասար է 1-ից։ Երկրորդ պայմանը, այսինքն երկրորդը իրականում պայման էլ չի, պարզապես ասում ենք, որ f-ը ինչ որ x0 կետում հավասար է y0-ի, որտեղ x0 կետ է j-ում, դե y0-ն էլ կլինի ինչ որ կետ r-ում, այսինքն այս պայման չի, վերցնում ենք ցանկացած կետ։ Եվ երրորդը ենթադրում ենք, որ f-ի դիֆերենցիալը x0 կետում, ուրեմն հիշեցնեմ, որ սա գծային արտապատկերում է r-ից r-ում, ես ենթադրում եմ, որ սա դարձելի է։ Ես ինչին է համարժեք։ Այս համարժեք է նրան, որ f-ի դիֆերենցիալը, այսինքն f-ի Յակոբի մատրիցը x0 կետում դարձելի է, այսինքն իր դետերմինանտը հավասար չի 0-ի։ Ուրեմն ապա գոյություն ունի x0-ի ու շրջակայք, գոյություն ունի y0-ի վերշրջակայք, շրջակայք ասելով նկատում եմ բաց բազմություն, այնպես որ եթե նայեմ f-ի սահմանափակումը u-ի վրա, ապա սա կլինի փոխմիարժեք։ F ֆունկցիան փոխմիարժեք է։ Ընդ որում նախ եթե նայեմ հակադարձ ֆունկցիան, ապա սա կլինի c-կա դասից, այսինքն k անգամ անընդհատ ածանցելի, այսինքն մինչև k երրորդ կարգի բոլոր մասնակի ածանցալները գոյություն ունեն եւ անընդհատ են։ Այդ k-ն բնականաբար այդ նույն k-ն է, ինչ որ էս առաջի պայմանում։ Եվ ես ունեմ բազմաձև դիֆերենցիալի համար։ Ուրեմն ես ուզում եմ հաշվել df մինուս 1-ը ինչ որ y կետում։ Ոնց եմ անում։ Ես պետք է հաշվեմ f-ի դիֆերենցիալը f մինուս 1 y կետում։ Հիշեցնեմ, որ դիֆերենցիալը այդ գծային արտապատկերում է։ Ես հաշվում եմ f-ի դիֆերենցիալը s կետում, ստանում եմ ինչ որ մատրից, այսինքն ինչ որ գծային արտապատկերում եւ վերցնում եմ սրա հակադարձը։ Ընդ որում սա ճիշտ է ցանկացած y-ի համար v-ից։ Եկեք մի հատ փորձենք հասկանանք ինչի մասն է խոսքը։ Ուրեմն ի տարբերություն անբացահայտ ֆունկցիայի թեորեմի, ստեղ ես ունեմ, կոպիտ ասած, հավասար թվով փոփոխականներ։ Այսինքն ես չեմ փնտրում ինչ որ համակարգի լուծում, ես ուզում եմ հասկանամ, թե արդյոք այն ֆունկցիան ունի հակադարձ։ Ուրեմն ունենք ինչ որ j տիրույթ r m-ից եւ ունեմ f ֆունկցիա, որը j տիրույթը արտապատկերում է r-ի մեջ։ Ստեղ ես ունեմ ցանկացած x0 կետ, պատկերը նշանակում եմ y0-ով, y0-ն հավասար է fx0-ի։ Թեորեմը ասում է հետևյալը, որ եթե ըստ էության մի պայման կա, եթե դիֆերենցիալը այս կետում դարձելի է, այսինքն Յակոբի մատրիցի դետերմինանտը տարբեր է 0-ից, ապա ես կարող եմ ընտրել ինչ որ մի ու շրջակայք x0-ի շուրջ
Կարող եմ ընտրել V շրջակայք Y0-ի շուրջ, այնպես որ եթե նայեմ F-ի սահմանափակումը U-ի վրա, ապա կստանամ փոխմիարժեք արտապատկերում։ Ուրիշ կերպ ընդ որում փոխմիարժեք արտապատկերում, ընդ որում հակադարձ արտապատկերում, հակադարձ ֆունկցիան նույնպես կլինի CK դասից։ Այս դեպքում ասում եմ, որ F-ը դիֆեոմորֆիզմ է։ F U-ից V CK դասի դիֆեոմորֆիզմ է։ Այսինքն փոխմիարժեք արտապատկերումը, որի հակադարձը նույնպես ածանցելի է կա անգամ, նույնպես դիֆերենցիալի է կա անգամ, նման արտապատկերումները կոչվում են դիֆեոմորֆիզմներ։ CK-ն էլ ճշգրտում է, թե քանի անգամ կարող ենք ածանցել։ Ուրեմն մասնավորապես գոյություն ունի հակադարձը, որի ես նշանակում եմ F-1-ով, F-1-ը որոշված է V-ից մինչև U, եւ F-1-ի դիֆերենցիալի համար, այսինքն F-1-ի Յակոբի մատրիցի համար ես ունեմ բանաձև։ Բանաձևը սա է։ Որովհետեւ հաշվեմ F-1-ի դիֆերենցիալը, պետք է հաշվեմ F-ի դիֆերենցիալը, վերցնեմ F-1 Y կետում, եկեք այս էլ փորձենք նկարել, ուրեմն ուզում եմ հաշվել դիֆերենցիալը S ինչ որ մի Y կետում, օրինակ Y0-ում։ Ինչ եմ անում, վերցնում եմ սրա հակադարձ պատկերը, X-ը, որը հավասար է F-1 Y, ուրիշ կերպ ասած Y հավասար է Fx, այս ստացված կետում ես հաշվում եմ դիֆերենցիալը, այս արտապատկերում է RM-ից RM, եւ վերցնում եմ ստացված դիֆերենցիալի հակադարձը։ Արդյոք ձևակերպման մասին հարցեր կան։ Ասեմ, որ այս կարելի ասել այս երկու թեորեմները այս դասընթացի երևի ամենադժվար արդյունքներն են։ Այսինքն նորմալ է, եթե մի անգամից ամեն ինչ պարզ չի, բայց հուսով եմ կամաց-կամաց ավելի պարզ է դառնում։ Ուրեմն հակադարձ ֆունկցիան տալիս է բավարար պայմաններ, որպեսզի ֆունկցիան, տրված ֆունկցիան, ողորկ ֆունկցիան լինի գոնե լոկալ դիֆեոմորֆիզմ, եւ անբացահայտ ֆունկցիայի թեորեմը տալիս է բավարար պայման, որպեսզի լուծենք տրված ոչ գծային հավասարումների համակարգը ինչ որ մի կետի փոքր շրջակայքում։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն նախ մի հատ հասկանանք, թե հետևանքը ինչի է այս արդյունքի անուն դրեցինք հետևանք, չնայած ինքը լրիվ լուրջ թեորեմ է։ Ես մտնում եմ, որ սա անմիջապես հետևում է անբացահայտ ֆունկցիայի թեորեմից։ Ուրեմն հետևանք։ Ինչ հետևանք, ապացույց։ Ապացույց։ Ուրեմն նայում եմ հետևյալ ֆունկցիան f xy-ը հավասար է fx հանած y, այսինքն f-ը արտապատկերում է իմ այս f ֆունկցիան հակադարձ ֆունկցիայի թեորեմում որոշված է ինչ-որ մի j տիրույթում, այսինքն f-ը որոշված է j անգամ rm բազմության վրա եւ այս արտապատկերում է rm-ի վրա։ Ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ լուծել fx-ը հավասար է y հավասարումը, ճիշտ է, հակադարձ ֆունկցիա գտնել, ինչ է նշանակում, լուծել fx-ը հավասար է y հավասարումը։ Բայց fx-ը հավասար է y այն եւ միայն այն դեպքում, երբ fx y-ը հավասար է 0-ի։ Այսինքն գտնել տրված f ֆունկցիայի հակադարձը այդ նույն բանն է, որ գտնել այս հավասարման լուծումները։ Այստեղ ես ունեմ 2m փոփոխական եւ m հատ հավասարում։ Ուրեմն մեր անբացահայտ ֆունկցիայի թեորեմում ես այս համակարգը ուզում եի լուծել y-ի նկատմամբ, բայց y-ի նկատմամբ լուծելու բան չկա։ Y հավասար է fx-ի։ Որպեսզի ստանամ հակադարձ ֆունկցիայի թեորեմը, ես այս հավասարումը պետք է լուծեմ x-ի նկատմամբ։ Ուրեմն որ դեպքում այս հավասարում կարելի է լուծել x-ի նկատմամբ, հաստատ կարող է լուծել x-ի նկատմամբ, եթե ես ունեի կետ, ասենք p,
որի կոորդինատները կնշանակեմ x0, y0, այնպես որ f-ն հավասար է 0-ի և միաժամանակ f-ի դիֆերենցիալը x-ի նկատմամբ, քանի որ ես ուզում եմ x-ը արտահայտեմ y-ի միջոցով և ոչ թե y-ը x-ի, այս p կետում դարձելի է։ Ուրեմն, առաջի պայմանը այս մեր ընտրությունն էր y0-ն հավասար է fx0, այսինքն սա տեղի ունի։ Այս առաջի պայմանը տեղի ունի, քանի որ p-ն, եթե ես դնում եմ f-ն հավասար է fx0 հանած y0, որը հավասար է 0-ի։ Հիմա երկրորդ պայմանը, եթե ես ուզում եմ f-ը, իմ f ֆունկցիան, ածանցեմ x-ի նկատմամբ և հաշվեմ ածանցյալը p կետում, եկեք տեսնենք ինչ է ստացվում։ df dx-ը հավասար է, սա է իմ f ֆունկցիան, երբ y-ը ֆիքսած է, ածանցելից y-ը անհետանում է, ինձ մնում է ընդամենը df dx-ը, եթե ես սա ուզում էի հաշվել, եթե ես df dx-ը, մեծ df dx ուզում էի հաշվել p կետում, ստեղ ես պետք է հաշվեմ df dx-ը x0 կետում, ու ստանամ արտապատկերում rm-ից rm։ Բայց սա իմ թեորեմի երրորդ պայմանն էր, որ դիֆերենցիալը դարձելի է։ Այսինքն ինչ կարող եմ ասել։ Ես կարող եմ ասել, որ գոյություն ունի ալֆա մեծ 0-ից և գոյություն ունի բետա մեծ 0-ից, այնպես որ եթե իմ XY-ը պատկանում է x0 կենտրոնով և ալֆա շարավղով և y0 կենտրոնով և բետա շարավղով գնդերի ուղիղ արտադրյալին, ապա fxy-ը հավասար է 0-ի, այն և միայն այն դեպքում մի րոպե ստեղ մոռացա, գոյություն ունի J, որը գործում է y-ների տարածությունից x-երի տարածություն, x0 ալֆա, այնպես որ fxy հավասար է 0-ի, այն և միայն այն դեպքում, երբ x-ը հավասար է jy։ Այսինքն, այս p կետի փոքր շրջակայքում fx-ը հավասար է y-ի, նկատենք, որ այս նույն բանն է, որ fx-ը հավասար է y-ի, այն և միայն այն դեպքում, երբ x-ը հավասար է jy-ի։ Հիմա, ստեղ չի նշանակում, որ ես կարող եմ վերցնել, ասել, որ դե դեպքում ես սրա անունը դնում եմ v, այո, v-ն y-ի շրջակայքներ, սրա անունը դնում եմ u։ Նման բան չեմ կարող ասել, որովհետև ես չգիտեմ, որ այստեղ ինքը փոխմիարժեք է։ Ես գիտեմ, որ պարզապես կա ֆունկցիա, որը v-ից գնում է, որը այս մի գնդից գնում է մյուս գունդը։ Բայց ում կարող եմ սահմանել, որպես v-ի պատկերը J արտապատկերմամբ։ Այդ դեպքում մեր անընդհատությունից անմիջապես հետևում, որ v-ն բաց բազմություն է, քանի որ ես ցրել եմ բաց գունդ, ուն հավասար է JV-ի, այդ նույն բանն է, որ v-ն հավասար է f u-ի, այսինքն J մինուս 1 u-ի, չէ, մի րոպե, սա չի ուզում ասել, ուզում էի ասել հետևյալը, որ ուն հավասար է JV-ի, այդ նույն բանն է, որ ասենք ուն հավասար է f մինուս 1 v-ի։
Արդեն չէ, ներողություն, f-1-ը դեռ սահմանված չի, չեմ ասում։ f-1-ը սահմանված չի։ Ուրեմն ես ինչ ունեմ։ Ես ունեմ Եկեք լավ միջապանի դեպքում նկարենք։ Ես մտնում եմ, որ ամեն ինչ արդեն ստացված է, պետք է հասկանալ, թե ոնց։ Միջապանի դեպքում ունեմ հետևյալը։ Այս x0 կետներ, այս y0 կետներ։ Ես նայում եմ ամեն ինչ այս ուղղանկյան մեջ։ Նկարել։ Ամեն ինչ նայում ենք այս ուղղանկյան մեջ։ Ու ասում ենք, որ տեղի ունի սա, այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը կարող եմ արտահայտել որպես ֆունկցիա y-ից կախված։ Սուր գնաց իմ բանը։ Ուրեմն տեղի ունի f(x,y) հավասար է 0 հավասարումը, այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը արտահայտվում է որպես ֆունկցիա y-ից, այսինքն այդ ինչ է նշանակում, որ ստեղ գոյություն ունի s կետով անցնող ֆունկցիա եւ իմ x-ը արտահայտվում է որպես ֆունկցիա y-ից կախված։ Այս մտնում որ եթե ես վերցնեմ ուն, որը սահմանման հավասար է j-ն կիրառած այս գնդի վրա, y0 բետա, ապա ես կստանամ բաց բազմություն։ Որտեղից հետևում որ բաց է, իհարկե, եկեք հասկանանք որտեղից հետևում որ սա բաց բազմություն է։ Մենք հիմա չգիտենք, որ j-ն նույն կարգի ողորկություն ունի, ինչ որ f-ը։ Այո, j-ն նույն կարգի ողորկությունը ինչ որ f-ը։ Այդ դրանից չի ստացվում, որ չէ, եթե j-ն բաց բազմության պատկերը ողորկ ֆունկցիայով պարտադիր չի որ բաց լինի, օրինակ վերցնենք 0,1, վերցնենք x քառակուսի ֆունկցիան, նայենք -1 1-ի վրա պատկերը ստացվում է 0,1-ը, որում 0-ն մտնում է մեջ, այսինքն բացի պատկերը ողորկ ֆունկցիայով պարտադիր չի որ բաց լինի։ Բայց այստեղ մենք լրացուցիչ ինֆորմացիա ունենք, այսինքն մեր ինֆորմացիան որն է, մեր ինֆորմացիան այն է, որ եթե ես ունեմ ինչ որ կետ, լավ, եկեք վերցնենք ըստ սահմանման, եկեք վերցնենք ըստ սահմանման, ինչ է նշանակում բաց բազմություն։ Այդ նշանակում որ եթե ես վերցնում եմ ինչ որ մի x կետ, կամ x գծիկով կետ, որը պատկանում է j v-ին, v-ն գունդն է, ապա ինչ որ իմ փոքր շրջակայքել դրանք պատկանի, ինչ որ իմ փոքր շրջակայքել գտնվի սրա մեջ, գոյություն ունի էպսիլոն 0-ից մեծ, հենց որ b x գծիկով էպսիլոնը նույնպես ընկած է jv-ի մեջ։ Բայց եթե x-ը ընկած է jv-ի մեջ, այսինքն եթե ստեղ ունենք x գծիկովը, եկեք մի քիչ ավելի մեծ նկարեմ, ուրեմն եթե ես ունեմ ինչ որ x գծիկով կետ, ուրեմն ստեղ իմ ֆունկցիան է, այս իմ j ֆունկցիան է, j ֆունկցիայի գրաֆիկն է։ Սա մեր v-ն է, սա էլ մեր սա մեր ուն չի, սա մեր գունդն է, այսքանը։ B x0
ալֆա։ Ես ուզում եմ ցույց տալ, որ այն ինչ որ ստացվում է այստեղ, այսինքն սա, որ ես նշանակել եմ ու-ով, ես ուզում եմ ցույց տալ, որ ում բաց է։ Դրա համար վերցնում եմ ցանկացած x գծիկով կետ, սրան համապատասխանում է y գծիկով կետը։ Հիմա ես գիտեմ, որ այդ դեպքում ես կարող եմ ընտրել փոքր ուղղանկյուն սրա շուրջ, ու այս փոքր ուղղանկյան մեջ ես կարող եմ կիրառել էլի իմ թեորեմը։ Այսինքն մի վարքան, չէ, իմ կարծիքով իզուր բարձրացնում եմ պարզ բանը։ Եթե ես վերցրեցի x գծիկով կետ, քանի որ այս y-ը բաց բազմության մեջ է, ես կարող եմ ասել, որ փոքր շրջակայքում, եթե ես վերցնեմ f-ը կիրառեմ b x գծիկով էպսիլոնի մեջ, ապա սա անկած կլինի v-ի մեջ։ Հետևաբար, եթե ես նայում եմ հետևյալ կետերը, այսինքն եթե ես նայում եմ y գծիկով հավասար է f x գծիկով կետին։ Եթե ես նայում եմ սրանց փոքր շրջակայքը, ապա կարող եմ եզրակացնել, որ fx հանած y-ը հավասար է 0 հավասարումը տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը հավասար է jy։ Այսինքն այս փոքր շրջակայքի բոլոր կետերը նույնպես ինչ որ փոքր շրջակայքում իրանք էլի կլինեն v ֆունկցիայի v բաց բազմությունից կետերի պատկերներ։ Մի խոսքով, իմ կարծիքով ավելի հեշտ է, որ ամեն մեկը դες բանի մասին մտածել, իրոք պարզ բան է։ Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ եք ուզում ապահովել, գրելուց հետո պարզ կդառնա, որ համարյա ակնհայտ է։ Շատ լավ, ուրեմն համարենք, որ քիչ թե շատ ապահովեցինք այս հակադարձ ֆունկցիայի թեորեմը։ Իրականում այս երկու արժեքները համարժեք են։ Եթե մենք ունենք հակադարձ ֆունկցիա, եթե մենք ունենք անբացահայտ ֆունկցիայի թեորեմը, ապա ունենք նաև հակադարձ ֆունկցիայի թեորեմը, ապացույցը քիչ թե շատ սա է։ Այսինքն բացի այս ու բազմության բաց լինելուց մնացած ամեն ինչ ապացուցեցինք, չէ, մնացած ամեն ինչ ապացուցեցինք սա, ապացուցեցինք այս բանաձևը։ Բայց հիմա ես կքննարկենք այս մեր նախորդ բանաձևի հետ։ Այ սրա հետ մեկտեղ։ Բայց բանաձևից բացի մնացածը ապացուցեցինք։ Ուրեմն եթե մենք ունենք անբացահայտ ֆունկցիայի թեորեմը, ապա կարող ենք ստանալ հակադարձ ֆունկցիայի թեորեմը եւ հակառակը, եթե հակադարձ ֆունկցիայի թեորեմը ունենք, դժվար չի ցույց տալ, որ ունենք նաեւ անբացահայտ ֆունկցիայի թեորեմը։ Բայց ժամանակ չունենք այդ քննարկելու, եկեք ավելի շուտ անենք այս ացանցալների համար թեորեմները, ացանցալների համար բանաձևերը։ Ուրեմն դիտարկում իրականում երկու դիտարկում։ Սկսենք անբացահայտ ֆունկցիայի, հակադարձ ֆունկցիայի թեորեմից։ Ուրեմն ես ունեմ f ֆունկցիա, որը u-ից գնում է v եւ փոխ մի արժեք է, եւ ունեմ սրա հակադարձ ֆունկցիան, որը նշանակենք j-ով, որը գնում է v-ից u։ Այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ ցանկացած y կետի, ուրեմն երկուսն էլ ցk դասից են։ Այս նշանակում է, որ ցանկացած y, որը պատկանում է v-ին, ցանկացած y-ի համար, ճիշտ է հետևյալը, եթե ես վերցնեմ f-ը, կիրառեմ j-ի վրա, ապա կստանամ y։ Ուրեմն ես ունեմ երկու ողորկ ֆունկցիաների համադրույթ, որը հավասար է նույնական արտապատկերմանը։ Բայց ես գիտեմ, որ եթե ես վերցնում եմ ողորկ ֆունկցիաների համադրույթ, որոնցից յուրաքանչյուր ողորկ ֆունկցիաներ են, ապա համադրույթը նույնպես ողորկ է, այսինքն նույնպես ունի դիֆերենցիալ,
ընդ որում նույն կարգի ինչ որ մեր ֆունկցիաները եւ կարող եմ ասել հետեւյալը, որ դիֆերենցիալը մեր իմ f եւ g ֆունկցիաների դիֆերենցիալի արտադրյալն է։ Այսինքն եթե ես գրեմ d f-ը g կետում համադրույթ d g-ն y կետում, ապա կստանամ միավոր արտապատկերում։ Այս է հիմնական դիտարկումը, որ այն պահից, երբ ես արդեն գիտեմ, որ իմ ֆունկցիաները c-կա դասից են, գոնե c1 դասից են, ես կարող եմ գրել այս բանաձևը։ Ֆունկցիաների համադրույթի դիֆերենցիալը հավասար է դիֆերենցիալների համադրույթին։ Այս ամենաառաջի արդյունքներից էր, որ մենք ապահովեցինք դիֆերենցիալի համար։ Բայց ես գիտեմ, որ ուրեմն ստեղից մի բան է, երկու բան է հետևում, որ եթե ես երկուսն էլ ողորկ են, ապա այս դիֆերենցիալները պարտավոր են լինել դարձելի։ Որտեվ եթե դրանցից մեկը դարձելի չներ, այսինքն դետերմինանտը 0 լիներ, ապա արտադրյալի դետերմինանտն էլ 0 կլներ, միավոր չէին կարող ստանալ։ Այսինքն այն, որ այս երկու գծային արտապատկերումների համադրույթը տալիս է միավոր արտապատկերում, միանգամից տալիս է, որ այս երկուսն էլ դարձելի են։ Մասնավորապես, եթե ձախից բազմապատկեմ այս սրա հակադարձով, ապա միանգամից ստանում եմ հետևյալ բանաձևը d g-y, այսինքն իմ հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալը հավասար է ուղիղ ֆունկցիայի դիֆերենցիալին g-y կետում եւ -1։ Այսինքն այս n բանաձևներ ինչ որ գրված էր այստեղ։ Հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալը y կետում հավասար է ուղիղ ֆունկցիայի դիֆերենցիալի f-1 y կետում դրա հակադարձին։ Լավ, եկեք նույն բանը փորձենք հասկանալ անբացահայտ ֆունկցիայի համար։ Անբացահայտ ֆունկցիայի համար ես ունեմ f ֆունկցիա, որը գնում է u-ից v։ Ուրեմն այս անբացահայտ ֆունկցիայի թեորեմի դեպքում ինչ էին u եւ v-ն, u եւ v-ն են տիրույթներ, որտեղ ես կարողանում եմ միարժեք ձևավորել իմ ոչ գծային հավասարումը, այսինքն ցանկացած x y-ի համար u-ի եւ v-ի արտադրյալից f x-y-ը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ y-ը հավասար է f(x)-ի։ Մասնավորապես, եթե ես այս f x-y ֆունկցիայի մեջ y-ի փոխարեն դնում եմ f(x), ապա ստացված արտահայտությունը նույնաբար հավասար է 0-ի։ Ստացվում է, որ ցանկացած x-ի համար u-ից f(x)-ը հավասար է 0-ի։ Այսինքն ես ունեմ ողորկ ֆունկցիա, c-կա դասի ֆունկցիա, քանի որ c-կա դասի ֆունկցիաների համադրույթ էր, որը նույնաբար հավասար է 0-ի։ Հետևաբար ես կարող եմ ածանցել։ Ուրեմն եկեք երկու բան անենք, նախ կարճ ձևով անենք։ Ուրեմն երկու ֆունկցիաների համադրույթ է, ես ուզում եմ հաշվել դիֆերենցիալը։ Ես պնդում եմ, որ դիֆերենցիալը հաշվելու համար ես կարող եմ անել հետևյալը, հաշվել f-ի դիֆերենցիալը ըստ x-ի եւ գումարած պետք է հաշվեմ f-ի դիֆերենցիալը ըստ y-ի, կետը չեմ գրում, միշտ վերցնելու ենք x f(x) կետում եւ n ֆունկցիան, որը դրված է y-ի փոխարեն, դրա դիֆերենցիալը ըստ x-ի համադրույթ df dx։ Ուրեմն այստեղ փոփոխականները բնականաբար սկալար չեն, այստեղ գրած է մատրիցների հավասարություն։ Ուրեմն սա հավասար է 0-ի։ Ուրեմն df dx-ը ես ունեմ n հատ ֆունկցիա, ածանցում եմ x փոփոխականի նկատմամբ, m փոփոխականի նկատմամբ, ինչ եմ ստանում, ես ստանում եմ n անգամ m չափի մատրից։ Ստեղ ես ածանցում եմ f-ը, այսինքն n հատ ֆունկցիա, y, այսինքն n հատ փոփոխականի նկատմամբ, այսինքն ես ստեղ ստանում եմ n անգամ n չափի մատրից։ Եվ վերջապես df dx-ը, ուրեմն f-ը քանի ֆունկցիա էր, f-ը n հատ ֆունկցիա էր, ես ածանցում եմ m հատ փոփոխականի նկատմամբ, այսինքն ստանում եմ n անգամ m չափի մատրից։ Այս երկուսի արտադրյալից
Ես ստանում եմ, ինչի պետք է վերցնեմ, պետք է վերցնեմ սա և պետք է վերցնեմ սա, ստանում եմ n անգամ m չափի մատրից, այսինքն n ինչ որ գրված է, n անգամ n չափի մատրից է ու ինքը հավասար է 0-ի, ստեղից, եթե ես լուծեմ ես մատրիցների հավասարումը d և dx-ի նկատմամբ, ապա մի անգամից ստանում եմ հետևյալը, որ df dx-ը հավասար է, ինչ պետք է անեմ ձախից, պետք է df dy-ի հակադարձով բազմապատկեմ, ստացվում է մինուս df dy-ի հակադարձ անգամ df dx, ընդ որում բոլոր մատրիցները վերցրած են x fx կետում։ Այս էլ հենց այն բանաձևն էր, որ տրված էր մեր ամբացայիտ ֆունկցիայի թեորեմի ձևակերպման մեջ։ Ամբացայիտ ձևով տրված ֆունկցիայի ածանցալը x-ի նկատմամբ, այսինքն ածանցալը դիֆերենցիալը հավասար է մեծ f-ի դիֆերենցիալ y-ի նկատմամբ մինուս 1 անգամ մեծ f-ի դիֆերենցիալ ըստ x-ի։ Այսինքն, եթե այս բանաձևը մոռացել եք, կարող եք պարզապես մի անգամ ածանցեք ու ստանաք այն ինչ որ պետք է։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, եկեք պարզապես գրենք ստեղ ինչ ենք մենք արել։ Եկեք հաշվենք այս արտահայտության մասնակի ածանցալը g-երորդ փոփոխականի նկատմամբ։ Այսինքն dx g ու ես ածանցում եմ i-երորդ հավասարումը x fx։ G-ն ցանկացած թիվ է 1-ից m, i-ն ցանկացած թիվ է 1-ից n։ Ինչ պետք է անեմ։ Մի կողմից գիտեմ, որ սա հավասար է 0-ի, քանի որ սա էր հավասար 0-ի։ Մյուս կողմից ես կարող եմ ասել հետևյալը, որ սա հավասար է գումար, ասենք կան հավասար է 1-ից m, չէ, կան հավասար չի 1-ից m, մենք պետք է ածանցեմ ըստ xg, ստացվում է df dxg, կետը չեմ գրում, միշտ x fx-ն է, գումարած, հիմա պետք է ածանցեմ ըստ բոլոր y-ների, կան հավասար է 1-ից n, df i dyk և k-երորդ ֆունկցիան df k-ն պետք է ածանցեմ ըստ dxg և սա հավասար է 0-ի, որում սա ճիշտ է ցանկացած i-ի համար։ Սա մոռացել եմ i-երորդը։ Շատ ճիշտ է ցանկացած i-ի համար, բայց ստեղ ինչ գրվեց, քանի որ սա ճիշտ է ցանկացած i-ի համար, ստեղ իրականում գրված է հենց այս հավասարությունը, որտեղ եթե ես վերցնում եմ ստեղ բոլոր i-երը, ապա ես ստանում եմ f-ի դիֆերենցիալը Յակոբիի մատրիցը ըստ x-ի։ Գումարած, ուրեմն ով է սա։ Այս df dy-ի k-երորդ տողն է, չէ, df dy-ի i-երորդ տողն է, որը բազմապատկել եմ փոքր df dx-ի k-երորդ սյունյակով։ Այսինքն այն ինչ որ գրված է ստեղ, եթե վերցնում եմ բոլոր i-երը, ստանում եմ df dy բազմապատկած d փոքր f dx հավասար է 0-ի։ Այսինքն այս մատրիցային հավասարումը նույն բանն էր, ինչ որ սա։ Շատ լավ, հուսով եմ քիչ թե շատ պարզ է այս ամեն ինչը, ուրեմն եկեք փորձենք հասկանալ, թե ոնց կարող ենք ապացուցել ամբացայիտ ֆունկցիայի թեորեմը։ Ուրեմն ժամանակ շատ չունենք, կանենք մասնավոր դեպք ու ես փորձեմ ներկայացնել հիմնական մտահղացումները, մնացածը զորոչի մեջ կարող եք կարդալ։ Ուրեմն ապացույց։ Եկեք նայենք հետևյալ մասնավոր դեպքը, երբ ունենք երկու փոփոխական,
այսինքն y1, y2, n-ը հավասար է 2-ի և m-ը հավասար է 1-ի։ Այսինքն ինչ ունենք, ունենք հետևյալ ոչ գծային հավասարումը f1 x y1 y2-ը հավասար է 0-ի և f2 x y1 y2-ը հավասար է 0-ի։ Ուզում ենք լուծենք այս համակարգը y1 y2-ի նկատմամբ։ Բնականաբար ապացույցը ինդուկցիայով է, ըստ n-ի, երբ n-ը հավասար է 1-ի, այդ մեր սկալար դեպքերը, որ արդեն ունենք։ Հիմա ուզում ենք լուծել, երբ n-ը հավասար է 2-ի։ Ուրեմն մենք ինչ գիտենք։ Մենք գիտենք, որ եթե ես վերցնում եմ այս իմ ֆունկցիայի df1 df2-ի դիֆերենցիալը y1 y2-ի նկատմամբ, ապա սրա դետերմինանտը իմ p կետում տարբեր է 0-ից։ Այսինքն, ես ինչ է նշանակում։ Ես նշանակում է, որ դետերմինանտ df1 dy1 df1 dy2 df2 dy1 df2 dy2 այս դետերմինանտը հավասար չի 0-ի։ Քանի որ դետերմինանտը հավասար չի 0-ի, երկրորդ տողում գոնե անդամներից մեկը 0 չի։ Ասենք եկեք ենթադրենք, որ df2 dy2 հավասար չի 0-ի։ Ուրեմն df2 dy2-ը p կետում հավասար չի 0-ի։ Ուրեմն ինչ է, մտահղացում հետևյալն է, ես ունեմ երկու անայտով երկու հավասարում, x-ը պարամետր է։ Ոնց են մեզ դպրոցում սովորեցրել, որ հավասարում պետք է լուծել, քանի դեռ համալսարան չենք եկել, ասում էին, որ պետք է մի հավասարումից, որտեղից հնարավոր է գտնել փոխողականներից մեկը, տեղադրել առաջինի մեջ ու փորձել լուծել առաջինը։ Հիմա անում ենք այդ նույն բանը, քանի որ df2 dy2-ը հավասար չի 0-ի, ապա ես կարող եմ կիրառել իմ բացահայտ ֆունկցիայի թեորեմը ու երկրորդ հավասարումը լուծել y2-ի նկատմամբ։ Այսինքն, գոյություն ունի ալֆա շտրիխ, գոյություն ունի բետա 1 շտրիխ և գոյություն ունի բետա 2 շտրիխ, այնպես որ ցանկացած x y1 y2 կետի համար, որը պատկանում է ինչին, ուրեմն ես ունեմ x0 հանած ալֆա շտրիխ x0 գումարած ալֆա շտրիխ, անգամ ես x0-ի համար, x-ի համար, y1 հանած բետա 1 շտրիխ y1 0 հանած y1 0 գումարած բետա 1 շտրիխ և y2-ի համար y2 0 հանած բետա 2 շտրիխ y2 0 գումարած բետա 2 շտրիխ, ցանկացած այս տեսակ կետի համար ճիշտ է հետևյալը. f2 x y1 y2-ը հավասար է 0-ի, այն և միայն այն դեպքում, երբ y2-ը արտահայտվում է ինչ-որ ֆունկցիայի տեսքով j x y1-ից։ Անբացահայտ ֆունկցիայի թեորեմը սկալար ֆունկցիաների համար ինձ միանգամից տալիս է, որ երկրորդ հավասարումը, եթե ես ենթադրեցի, որ սա ճիշտ է, այս մեր p կետի փոքր շրջակայքում, p-ի կոորդինատները հիշեցնեմ x0, y1 0, y2 0-ին, p-ի փոքր շրջակայքում կարող եմ լուծել y2-ի նկատմամբ։ Լուծեցինք, տեղադրենք առաջինի մեջ։ Այսինքն, եթե ես հիմա տեղադրեմ առաջինի մեջ, կստանամ հավասարում x-ի և y-ի 1-ի նկատմամբ, եթե կարողանամ լուծել y1-ի նկատմամբ, ապա կտեղադրեմ սրա մեջ, կստանամ մյուսը։ Նայում ենք այդ երկրորդ հավասարումը, f 1 x y1 և j x y1 հավասար է 0-ի։
Ուրեմն ես որ կետի շրջակայքում եմ նայում, ես նայում եմ արդեն x0 y1 0 կետի շրջակայքում։ Ուրեմն նախ ես գիտեմ, որ g x1 եկեք այս կետի անուն դնենք p0։ P0-ն ուրեմն պատկանում է R2-ին, տարբերություն P-ից, որը պատկանում է R3-ին։ Ես գիտեմ, որ GX P0-ն էր։ Ես գիտեմ, որ GX0 Y1 0-ն, այս G-ն էս հավասարման լուծումն է, եթե վերցնում 0, ապա ստեղ ստացվում է Y2 0։ Հետևաբար, եթե եկեք այս ֆունկցիայի անուն դնենք, ասենք phi x1 y1 x1 չի xy1 Ուրեմն եթե ես հաշվում եմ phi ֆունկցիան p0 կետում, այդ նույնն է, որ հաշվում եմ f1 ֆունկցիան, այդտեղ տեղադրում եմ x0 y1 0 x0 y1 0, բայց x0 y1 0 տեղադրելուց հետո ստեղ ստանում եմ y2 0։ Այդ նույնն է, որ իմ f1 ֆունկցիան p կետում։ Իսկ սա հավասար է 0-ի։ Ուրեմն առաջի պայմանը բավարարված է, այսինքն f-ին ինչ որ մի p0 կետում դառնում է 0, հիմա պետք է ստուգեմ երկրորդ պայմանը։ Եվ ո՞րն է երկրորդ պայմանը, որովհետեւ կարողանամ լուծել, պետք է հաշվեմ մասնակի ացանցալը ըստ y1-ի եւ հաշվեմ p0 կետում, եթե սա պարզվեց, որ 0 չի, ապա կարող եմ կիրառել անբացահայտ ֆունկցիայի թեորեմը եւ ստանալ, որ y1-ը հավասար է հավասար է ինչ որ մի ֆունկցիա f1, որը կախված է x-ից։ Մի քիչ նվերք եմ, մի քիչ հասկանում չի, թե ոնց եղա։ Հա, չէ, f1 ֆունկցիա, որը կախված է x-ից, այո, x-ից պետք է կախված լինի։ Եթե ես գտա y1-ը, որը ֆունկցիա է x-ից, ապա կարող եմ տեղադրել g-ի մեջ, y2-ը հավասար է g, որը կախված կլինի x-ից եւ f(x)-ից, ասեք ստեղ y1 էր, ու այս էլ կլինի ինձ իմ f2 ֆունկցիան, որը կախված է x-ից։ Այսինքն միակ բանը, որ մնում է ստուգել, այս պայմանն է։ Շատ լավ, եկեք ացանցենք։ Ուրեմն d-ի dy1-ը p0 կետում եմ միշտ նայում, կամ այսինքն կետը չեմ ֆիքսում, պետք է հաշվենք սա։ Ուրեմն ստացվում է df1 dy1 գումարած, հիմա ես պետք է ացանցեմ բարդ ֆունկցիայի ըստ երկրորդ փոփոխականի df1 dy2 բազմապատկած y2-ի ացանցյալը ըստ y1-ի ստացվում է dg dy1։ Բայց ոնց գտնենք dg dy1-ը, ով էր dg-ն, g-ն սրա լուծումն էր, անբացահայտ ֆունկցիայի թեորեմի կիրառմամբ, անբացահայտ ֆունկցիայի թեորեմը մեզ տալիս է նաև g-ի համար, g-ի ացանցալների համար արտահայտություն։ Ուրեմն որն է այդ արտահայտությունը, եկեք հիշենք։ Ուրեմն dg dy1-ը հավասար է մինուս, ես պետք է վերցնեմ f2-ը, ստացվում է df2 dy2 մինուս 1, ստեղ արդեն 1, քանի որ սկալար է, պարզապես հակադարձի մասին է խոսքը, 1 բաժանած սրա մասին է խոսքը, անգամ df2 dy1։
Միշտ է մեր անբացահայտ ֆունկցիայի թեորեմը ոչ միայն տալիս է j-ի գոյությունը, այլև ասում է, որ եթե ստացել է j-ն, ապա փոփոխականների նկատմամբ ածանցալները հաշվելու համար պետք է անել հետևյալը. վերցնել f2-ի ածանցալը y2-ի նկատմամբ, վերցնել f2-ի ածանցալը n փոփոխականի նկատմամբ, որի նկատմամբ ուզում ես j-ն ածանցել, այս դեպքում y1-ի, այսինքն df2 dy1-ը պետք է բաժանել df2 dy2-ի վրա։ Հենց այդտեղ գրված է այստեղ։ Եկեք այս արտահայտությունը տեղադրենք սրա մեջ։ Ուրեմն այս ամեն ինչը ճիշտ է մեր p կետի փոքր շրջակայքում։ Ստացվում է df dy1 գումարած ուրեմն df1 dy2 անգամ ստացվել է df2 dy1 բաժանած մինուս նշան կա այստեղ df2 dy2-ի վրա։ Ուրեմն բերենք ընդհանուր հայտարարի, ընդհանուր հայտարարը df2 dy2-ներ, df2 dy2, ստեղ ինչ է ստացվում, ստեղ ես 1 եմ մոռացել, ուրեմն ստացվում է df1 dy1 df2 dy2 հանած df1 dy2 df2 dy1 մի քիչ ուշադիր որ այս արտահայտությունը նայենք տեսնենք որ ստեղ գրված է դետերմինանտ df1 f2 dy1 y2-ը ու այս ամեն ինչը բաժանած է df2 dy2-ի վրա բայց այս դետերմինանտը հենց n պայմաններ, n դետերմինանտներ, որը պետք է 0 չլիներ ըստ իմ թեորեմի պայմանների։ Սա է իմ թեորեմի պայմանը։ Այսինքն եթե այս ամեն ինչը վերցնում եմ p կետում, ապա այս հավասար չի լինում 0-ի, այսինքն phi-ին կարելի է կիրառել անբացահայտ ֆունկցիայի թեորեմը, անբացահայտ ֆունկցիայի թեորեմը։ Մեր սրանով ապացույցն ավարտվում է, քանի որ կիրառելով ստանում ենք անբացահայտ ֆունկցիայի գոյությունը, որը կլինի c-կա դասից, իսկ այս ապացույցից առաջ դիտարկումը ցույց է տալիս, որ ածանցալների համար բանաձևը հետևանք է։ Այսինքն սրանով ապացույցն ավարտվում է։ Դե երևի սրանով էլ արդեն ավարտենք, արդեն ժամանակը վերջանում է, բազմաչափ դեպքը իրականում նույն մտահղացումն է, այսինքն պետք է վերցնեք հավասարումներից մեկը, որի նկատմամբ ածանցալը 0 չի լուծեք, տեղադրեք մյուս հավասարումների մեջ, արդեն մի քիչ ավելի բարդ է հասկանալ, թե ինչի ստացված հավասարման դետերմինանտը ածանցալի դետերմինանտը կլինի որոշիչը կլինի 0-ից տարբեր, բայց այդ տարական հատկություններ են որոշիչների, որը կարող եք ինքնուրույն անել։ Բոլոր մանրամասները զորիչի գրքում կան, շատ օգտակար է ամբողջ ապացույցը սկզբից մինչև վերջ փորձել հասկանալ։ Մի բան կար, որ կուզենայի անել, բայց չենք հասցնում, այդ հակադարձ ֆունկցիայի թեորեմի կիրառություններն էր փոփոխականի փոխարինումների համար, բայց էլի կարճ օրինակներ են, զորիչի գրքում կնայեք։ Շատ լավ, արդյոք կան հարցեր։ Հարց կա այդ երկուշաբթվա քննության հետ կապված, մեր այս կիսամյակ անցած բոլոր թեմաներով է, չէ՞ լինելու։ Այո, բնականաբար։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, դե ուրեմն այսքանը, սրանով դասընթացն ավարտվում է, հուսով ենք կհանդիպենք մյուս տարի։ Ես Լինդային մի հատ հարց ունեմ, եթե այստեղ եք։ Ուզում եմ, հիմա մենք պլանավորում ենք վաղը ժամը 6-ին սկսել մեր այդ գործնականը,
Բայց որ այսօր չարեցինք, առաջարկում եմ մի քիչ ավելի շուտ սկսենք, եթե դες հարմար է։ Мне удобно, мне не совсем удобно. У ребят уроки, Точно։ поэтому мы в 6 начинаем, чтобы все успели прийти. Ну ладно։ Շատ լավ։ Դե եթե հարցեր չկան, ապա սրանով սահմանափակենք, ստեսություն բոլորին։